Ներքին ուրախություն կամ չգիտեմ, տենց չարախնդություն չեք ապրում, քանի որ դուք նախապես եք ասում, որ ամեն ինչ լինելու այնպես ինչպես եղավ, ու հիմա ասես չեք ասում, բա որ ասում էի։ Չէ, գիտեք, դա կանեի երևույթ է, շատ ճիշտ եք նկատել, երևույթ է, մարդկային առումով կանեի, 20 տարի առաջ, երբ 20-20 տարեկան կգնա։ Հիմա ես տեսնում եմ, որ ընդհակառակը վիճակը ինչ չարախնդենք, Հայաստանի վիճակը գնալով ավելի անկարգավորելի, անհասկանալի, ավելի պարադոքսալ է դառնում այս ամենը։ Այսինքն դուրս է գալիս մեր ժողովուրդը այնքան կենսունակ չէ, այնքան ուղիղ չունի, որ իրեն այդքան ճաշելուց հետո գնացել 70% ձայնը տվել կոալիցիա։ Այսինքն սրանից ինչ չարախնդեմ կամ ինչ ուրախանամ կամ ինչ որ ընդհակառակը իմ տպավորություն է սկսում ստեղծվել, որ շատ լուրջ պայքարի հոլձանուկ պիտի սկսել, որպես այս իրավիճակը գոնե ժողովրդի մեջ փոխել։ Դուք ասացիք կոալիցիային ձայն տվեցին, այսինքն այդ ԲՀԿ-ի ընդդիմադիր ճակերտավոր խաղերին չեք հավատացել։ Ես գիտեմ, որ գիտեք, ես որպես քաղաքական գործիչ, դասական քաղաքական գործիչ, ես գիտեմ կա դասական քաղաքականություն։ Դասական քաղաքականության մեջ այն մարդն է կոալիցիայի մեջ, որը կոալիցիայի մեջ է։ Այն մարդը, որը կոալիցիայի մեջ չէ, կոալիցիայից դուրս է, որ մարդը լինի բոլոր տեղերում, իսկ քաղաքականության մեջ այդպեսի բան չգիտեմ։ Այսինքն եղել են դեպքեր, որ այդպես եղել է, չերչիլները փոխել, բայց գոնե փոխել։ Մի օր ասել է ես փող եմ, մի օր ասել է ես այսինքն ապահովական եմ, եւ այլն դուրս է եկել լեյբորիստ եմ, բայց գոնե հայտարարել են, որ ոչ թե միաժամանակ։ Իսկ միաժամանակ ես այդպեսի բան չգիտեմ։ Միակ պարադոքսալ դեպքը, որը ես գիտեմ, մի քիչ սրա հետ կապվում է այն է, որ Լիդին եւ այս ղեկավարները Մեդվեդևի եւ Պուտինը կուսակցության անդամ չէին։ Իսկ ինչ եք կարծում, այս ամեն ինչից հետո նոր կոալիցիայում ԲՀԿ-ն կհայտնվի, թե չէ։ Գիտեք, ես այդ հարցին արդեն ներսում պատասխանեցի եւ հիմա էլ ձեզ էլ ասեմ, որովհետեւ գիտեք, ձեր առաջարկը շատ իմ դուրն եկավ, ձեզ պատասխանեմ։ Իմ տպավորությամբ հիմա նա կպահի պաուզա։ Ինչու կպահի, ես չուզեցա դրան անդրադառնալ, բայց կարծում եմ, որ այս դեր ինքը այդպես կմնա դեր։ Իմ տպավորությամբ դա կլինի մի քիչ ավելի ուշ ինձ որոշում։ Դուք ասացիք նաև, որ միջազգային հանրությանը ձեռ է տալիս այս իշխանությունը եւ նրանք փաստորեն կողմ էին, որ այս իշխանությունը պահպանվի եւ կապեցիք դա հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղ։ Այսինքն ձեր կուսակցությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այն տեսքով, ինչ տեսքով ուզում էին կարգավորել, իհարկե կատեգորիկ դեմ է։ Հարաբերությունները կարգավորել անհրաժեշտ է, անհրաժեշտ է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել պետք է, ինչ գնում, ամեն ինչի սկզբունքը գինն է։ Գիտեք, կարելի է նստել, ես ձեզ օրինակը բերեմ Քարսկապակ։ Կարելի է նստել տանը, ոչինչ չանել, վաճառել տան ապրանքը եւ փորձել ընտանիքը պահել։ Կարելի է փորձել գնալ եւ աշխատանք գտնել, կատարել ինչ-որ գործողություններ եւ այդպես փորձել։ Այսինքն տան վաճառքը եւ տան ունեցվածքի վաճառքը ընդհանրապես կամ սպատ բացակա, այսինքն բացառել, կամ դա թողնել ամենավատթարագույն դեպքում այն է ոչ ամբողջություն։ Չէ՞ որ մենք հայերս գենետիկորեն երբևէ կողմնակից չենք եղել, չէ՞, ամեն ինչ վաճառենք ու լավ ապրենք։ Մեզ ասում են եկեք ամեն ինչ վաճառենք, որպեսզի դուք լավ ապրեք։ Այդպես հայերը երբևէ 7000 տարեկան մեջ չեն ապրել։ Դե չէ կամ չէին մնա կամ ավելի լավ ապրեին։ Ուրեմն մեր գենետիկայի մեջ դա չկա եւ չէին լինի։ Իսկ դրան դեմ։ Իսկ կողմ են, որպեսզի մեր իշխանությունը, որը ավելի շատ ընդունում է ավելի հեշտ ճանապարհը, գտնել ճանապարհ գեոքաղաքական շատ լուրջ ճեղման բաղել։ Հետևաբար դրան Հայաստանը չի կարող ապրել։ Ես ներկայացրեցի վիճակը, եթե հիմա Վրաստանն էլ աստված մի առասը մի քանի օրից գնա դառնա ասոցացված մոդելը, մենք մի հատ այնպիսի վիճակի մեջ ենք ընկնում, նրանց բաղալի այսպես ասած ճեղման չեն կարող։ Շեսարցյանը վախում է դրանից։ Ինքը որպես մարդ վախում է գեոքաղաքական այսպես մեծ ծրագրերից, խաղերից եւ այլն։ Որպես մարդ, կամ չէ մարդը որ վախում։ Այսինքն գնացում է մեր հանգիստ մեր գլուխը պահենք, հլա տեսնենք ինչ է, իսկ ում գնանք, մի հատ net չլինի։ Իսկ վիճակը ինչ բան է թելա։ Դա ստրատեգիական մտածելակերպի բացակայությունից։